Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ։ Օրվա հյուրը երգիչ, բանահավաք Թովմաս Պողոսյանն է։ Թովմաս Պողոսյան, երգիչ, բանահավաք։ Ծնվել է 1954 թվականին Լոռու մարզի Սարչապետ գյուղում։ 1973-ից 77 թվականներին սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժնում։ Ուսմանազուգընթաց երգել է տեղի Հորովել ազգագրական երգի պարի պետական անսամբլում։ 1980-ից 95 թվականներին հանդես է եկել Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի պարի պետական անսամբլում որպես մեներգիչ։ 1980 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժին և ավարտել այն 1985 թվականին։ 1987 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում։ 2004-ին ստացել է պրոֆեսորի գիտական աստիճան։ 1992 թվականից Սայաթ Նովա աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարն է։ 1995 թվականին Սայաթ Նովա անսամբլի հենքի վրա հիմնադրել է Սայաթ Նովա մշակութային միությունը, որին կից 1997 թվականին Ջիվանու անվան աշուղական դպրոցը և Հայ աշուղների միությունը։ Թովմաս Պողոսյանը բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 2009 թվականին հրատարակել է «Աշուղ Ջիվանի անհայտ երգեր» ժողովածուն, որն ընդգրկում է 400-ից ավելի անհայտ երգերի տեքստեր։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ, եվրոպական մի շարք երկրներում, Իրանում, Սիրիայում, Ավստրալիայում և այլն։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր, 2011-ին ժողովրդական արտիստի կոչումների։ Բարև ձեզ։ Ես Հայաստանի Հանրային ռադիոյի Սայաթ Նովա աշուղական երգի պետական վաստակավոր անսամբլի ղեկավարն եմ։ Ծնվել եմ 1954 թվականին, ձեր պապիկների տարիքին եմ, եթե ոչ ավելի, Լոռվա Սարչապետ գյուղում, մանկուց տեղափոխվել է մեր ընտանիքը Թբիլիսի, որտեղ սովորել եմ Թիֆլիսի հայկական 110-րդ միջնակարգ դպրոցում, հայրենիքից հեռու, Սփյուռքում ավարտել եմ այդ դպրոցը և եկել եմ Երևան, կարճ ասեմ կենսագրությունս, սովորել եմ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որից հետո ավարտել եմ բանասիրականը մանկավարժական ինստիտուտի, վերջին կրթությունս եղել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որը ավարտել եմ 85 թվականին, ամուսնացած, արդեն 2 երեխաների հայր էի, 6 ուսանող էի։ 15 տարի երգել եմ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական անսամբլում և արդեն 32 տարի ղեկավարում եմ Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը։ Ես ուզում եմ ձեզ ծանոթացնել հայ աշուղական արվեստի մասին ընդհանրապես։ Դուք դպրոցում վստահ եմ անցել եք գուսանական երգեր և պատառիկներ, որ մեզ փոխանցել է
Մովսես խորենացին, հիմա ասեմ դուք կհիշեք, ես սկսեմ դուք շարունակեք, թեկուզ խմբակային, երկներ երկիր, երկներ երկիր, երկներ և ծովն ծիրանի, երկնի ծովուն ուներ և սկարմրիկն եղեգնիկ, ընդ եղեգան փող ծուխ ելաներ, լավ, հասկացա, որ գիտեք։ Սա հեթանոսական Վահագն Աստծուն նվիրված նրա ծննդին վերաբերող կուսանական երգ է։ Կուսանները ապրել են 2000 և ավելի տարիներ առաջ։ Քրիստոնեությունը, որը 301 թվականին ընդունվեց Հայաստանում, մերժեց կուսանական արվեստը, ինչու, որպես խրախճանքի արվեստ, որովհետև կուսանները երգում էին թագավորական պալատներում, իշխանների դղյակներում, փառաբանում էին հեթանոսական աստվածներին, թագավորներին, զորապետներին, նրանց արշավանքները և այլն։ Իսկ աշխուհական արվեստը մեզանում ունի 600 կամ 700 տարվա պատմություն և որևէ առնչություն չունի կուսանական արվեստի հետ։ Նրանց միջև տարբերությունը 1000 տարի է։ 1000 տարի հետո ասպարեզ է եկել աշխուհական արվեստը։ Եվ այսօր ապրում են 30-ի չափ մոտավոր աշխուհներ, որոնք կուսան չեն կոչվում։ Այսօրվա աշխուհներից ում գիտեք, կարող եք ասել, ապրող աշխուհներից։ Լավ, ես հարցնեմ, դուք ասեք, գիտեք, այո կամ ոչ։ Աշխուհ Լեյլի գիտեք։ Ոչ։ Ով ասաց այո։ Ապրես աղջիկս։ Աշխուհ Լեյլին ջավախցի է, որ ապրում է Երևանում և շատ տաղանդավոր աշխուհ է։ Աշխուհ Նազելի ունենք, աշխուհ Աստղանուշ ունենք, աշխուհ Երամ, աշխուհ Ռազմար և այլն, որոնք տաղանդավոր մարդիկ են, օժտված և շարունակում են մեր անցյալի մեծ աշխուհների թողած ավանդները։ Մեր աշխուհական արվեստի թագը ով է։ Սայաթ Նովան։ Իսկ աշխուհական արվեստի հիմնասյունը ով է։ Աշխուհ Ջիվանին։ Հիմա մի հատ երգ լսենք Աշխուհ Ջիվանուց, Ջիվանու մայրիկը, որը կերգի Ջիվանու դպրոցի սան, ձեզանից երևի տարիքով ավելի փոքր, և նվագակցում է Սայաթ Նովա բաստակավոր անսամբլի երաժիշտների փոքրիկ խումբը՝ Տիգրանը, Էրիկը, Ռազմիկը։ Գուսան բառը ծագում է հայերեն գովասան բառից, որը անցել է հին պահլավերենին, այս հին պարսկերենին, պահլավերեն լեզվին, դարձել է գովսան, հետո նորից վերադարձել է Հայաստան գուսան ձևով։ Իսկ աշխուհ բառը արաբերեն աշկարմատն է, որը նշանակում է սեր։ Եվ աշխուհական արվեստի հիմնական թեման սերն է։ Նախ սիրո երգեր են գրել,
հետո ավելի զարգացել է եւ գրել են խոհա փիլիսոփայական, բարոյական, խրատական երգեր եւ վերջին շրջանում առավելապես ազգային հայրենասիրական հերոսներին գովերքող երգեր։ Էրիկ Ալավերդյանը նույնպես սովորում է Ջիվանու անվան աշխուհական դպրոցում եւ ձեզ կներկայացնի Աշուղ Շերամի պարտեզում վարդեր բացված գեղեցիկ երգը։ Պարտեզում վարդեր բացված կսպասեն սոխակին, առան սոխակ թարամած կարոտ են պսակին, առան սոխակ թարամած կարոտ են պսակին, արդյոքով է դուրը թակում, աղ սիրտս կդողա, սիրուհիս ուր է գնում, աղ սիրտս կխաղա, սիրուհիս ուր ես գնում, աղ սիրտս կխաղա։ Այ եթե ձեր մեջ ցանկություն ունեցող կլինի սովորել Ջիվանու դպրոցում, ազատորեն կարող եք դիմել գալ, մենք ձեզ կլսենք եւ ինչու՞ չէ կարող է բախտը ժպտա, որ առավելապես հնարավոր է եւ դուք սովորեք նաեւ Ջիվանու անվան աշխուհական դպրոցում, ինչպես Վահեն եւ Էրիկը։ Ես ուզում եմ ձեզ հիմա ծանոթացնել մեր ազգային նվագարաններին, դուք երևի լսել եք կամ չեք էլ լսել շատերդ, այս նվագարանը կոչվում է թար, որը ունի 11 լար եւ արդյոք պատահական է, որ իմ թոռը թար է նվագում, իհարկե ոչ, այ ես կուզեի, որ ձեր ծնողները ազգային մշակույթը սիրելով, հայ երգը սիրելով ձեզ ուղղորդեին դեպի մեր ազգային նվագարանները։ Տիգրան ջան, մի բան նվագի, մի կտոր թող լսեն։ Էրիկի նվագարանը կոչվում է քամանչա, այսօր շատերն ասում են քամանչա, առանց յ-ի, բայց դարեր շարունակ այդ նվագարանը կոչվել է քամանչա, մինչդեռ սխալ է, դարեր շարունակ կոչվել է քամանչա, Սայաթ Նովան, քանի որ գրել է վրացերեն, հայերեն երգերը վրացերեն տառերով, թուրքերեն երգերը հայերեն տառերով, դրա համար Սայաթ Նովան ասում է, ամեն մարդ չի կանա կարդա, իմ գիրն ուրիշ գրեն է, եւ ներկայացնեմ դափը, այս եռյակը եղել է անցյալի ամենագործածականը, թար, քամանչա եւ դափ նվագողը սովորաբար եղել է այս եռյակի երգիչը, այնպես որ մեր ռազմիկը համել երգում է, բայց այսօր չենք երգացնի։
ապրես։ Ասեմ, որ մեր ազգային երաժշտամշակույթի թեմաները այնքան շատ են, որ օրեր ու ամիսներ խոսելով չի սպառվի։ Նույնը եւ հայ աշխուհական արվեստինը, որը դարեր շարունակ եկել, հասել է եւ այսօր էլ ունենք 30-ից ավել աշխուհներ։ Ինչպես եք վերաբերվում ժամանակակից երաժշտության զանազան ժանրերին։ Ժամանակակից երաժշտությանը վերաբերում եմ շատ բնական, եթե դա արվում է պրոֆեսիոնալ, արվեստավարժ մասնագետի կողմից, որ կարող է դառնալ նաև ձեզ համար սիրելի եւ ցանկալի եւ ձեզ դաստիարակչության միջոց։ Բայց եթե դրանք արվում են ինքնագործունեությամբ, առանց ճաշակ թելադրելու ընդունելի չէ։ Մանկությունից եք զբաղվում երաժշտությամբ։ Ոչ, դե երեխա տարիքում ընդամենը լսելով սովորել եմ, չեմ զբաղվել, բայց պրոֆեսիոնալ երաժշտությամբ զբաղվել եմ 17 տարեկան հասակից, երբ եկա Երևան, գործերս տվեցի Թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին, կտրվեցի եւ հայտարարություն էր փակցրած, որ Վաղարշակ Սահակյանը հավաքում է երիտասարդ երգիչների նոր կազմ։ Գնացի, դիմում գրեցի եւ անցա։ Ձայնս էլ բարակ էր, այսպես չէր։ Եվ անցա, ընդունվեցի Վաղարշակ Սահակյանի ղեկավարած Սայաթնովա աշխուհական երգի վաստակավոր անսամբլը, որը այսօր ես մեծ պատասխանատվությամբ ու պատվով ղեկավարում եմ։ Ինչից ոգեշնչվեցիք, որ սկսեցիք զբաղվել հայ ազգային երգերով եւ ինչ հոբիներ ունեք բացի հայ ազգային երգեր երգելուց։ Սկսեմ վերջից, հոբի չանվանեմ, բայց ես շատ եմ սիրում, ես նաեւ բանասեր եմ, բանասիրական գիտությունների դոկտոր եմ եւ ունեմ հարուստ շքեղ գրադարան, որը իմ երջանկության մի մասնիկն է, կարդալ սիրել եմ մանկուց։ Ես դեռ դպրոցական տարիքում, որ դպրոցական հանդեսներ էր լինում, ինձ երգացնում էին։ Մեր դպրոցը շատ մեծ էր։ Երևի մեր դպրոցի նման մեծ դպրոց Հայաստանում հիմա այսօրվա պայմաններում չկա։ 2200 աշակերտ ուներ մեր դպրոցը։ Եվ ես միշտ ինձ բերում էին, բեմում կանգնացնում, դեռ առաջին դասարանում ծառի ստվերում կանգնացնում, երգացնում էին, եւ դպրոցական հանդեսներում երգում էի Շերամի Անդրանիկը։ Ոգեշնչվեցի այդ իմ բեմ ելնելով եւ հենց այդ բեմը ինձ տարավ դեպի մեծ բեմ։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Ես փոքր էի, մեր դիմացը գյուղի տան, 5 տարեկանից եմ Թիֆլիս գնացել, դարբնոցն էր, դարբնոցի ետևի սալաքարերի վրա գորգեր էի նկարում եւ կողքից գնացող արվի քարերի ջոկում էի կարմիրը, կապույտը, դեղինը, ու այդ քարերով նկարում էի գորգեր։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Առաջին դասարան ընդունվել եմ 95-րդ հայկական միջնակարգ դպրոցը Թիֆլիսի ամենահին հայկական դպրոցներից մեկն էր։ Մշտապես երկար դասամիջոցին ընկեր Մարգոն, իմ ուսուցչուհին, ինձ գրկում կանգնացնում էր ծառի բնի կողքը սարքած աթոռի վրա, որ ես երգեմ եւ երեխաները ուրախանան։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Հայոց լեզու գրականությունն է։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Երևի նույնը կուզեի Աստված նույն ձևով տնօրիներ իմ կյանքին։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Կուզեի ապագայից ընտրել, որը դեռ չեմ ապրել։
Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Կգնայի իմ պապերի հայրենիքը, Ալաշկերտ, իմ եւ կարոտը եւ աչքերիս հայլը երևի կավելանար, կարոտս կհագենար։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Չխանգարել, ես ապրել եմ իմ երազածից ավելի գեղեցիկ, որ Աստված է տնօրինել։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Ժամանակը առավել օգտակար օգտագործելու, ավելի արդյունավետ։